This is Radio Free Europe, Radio Liberty. Ազատ Եվրոպա, ազատություն ռադիոկայանի ապագայի հարցը Եվրամիության արտգործնախարարների հավաքի օրակարգում է։ Բրյուսել մեկնելուց առաջ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին է տեղեկացրել այս մասին քաղաքական հարցադրմամբ։ Do we see a value in such an organization? Արդյոք մենք հասկանում ենք այս կազմակերպության արժեքը եւ հեռարձակումը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բելարուսը, Իրանը եւ շատ այլ երկրներ։ Եվ եթե մենք դա գնահատում ենք, ինչ կարող ենք անել, որպեսզի պահպանենք իշահ մեզ։ Սա շատ ծավալուն հարց է։ Չգիտենք, թե Միացյալ Նահանգների կողմից ինչ զարգացումներ կլինեն։ We don't know what will be the development on the US side. Չեխիայի արտգործնախարարը շեշտել է Եվրամիության երկրները պետք է քաղաքական պատրաստակամություն ստանձնեն։ Ազատություն ռադիոկայանի կենտրոնակայանը 25 տարի Պրահայում է, հպարտ ենք դրանով, հավելել է Լիպավսկին։ Չեխիայի ներկայացուցիչները Եվրամիության գործընկերների համար հայտարարության նախագիծ են պատրաստել, որում անհանգստություն են հայտնում Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի շուրջ ստեղծված իրավիճակի համար։ Այսօր Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը շարունակում է տրամադրել վստահելի անկախ լուրեր տասնյակ միլիոնավոր շրջաններում, որտեղ ազատ մամուլը սահմանափակված է կամ բացակայում է։ Այդպիսով օգնում է առաջ մղել ժողովրդավարական արժեքները եւ ամրապնդել մեր հավաքական արձագանքը ապատեղեկատվությանն ու ավտորիտար քարոզչությանը։ Այս կենսական աշխատանքը հիմնված է իր պատմական դերի վրա, ժողովրդավարության ուժի, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության, արժեքներ, որոնք Եվրոպական միության հիմնաքարն են։ Հայտարարության նախագծում համատեղ ջանքերով լրատվամիջոցի գործունեության համար ֆինանսավորում գտնելու կոչ է։ Այն շեշտադրմամբ, որ եվրոպական ֆինանսավորումը կապահովի մեջբերում այս առանցքային մեդիա ինստիտուտի կայունությունն ու հնարավորություն կտա, որ շարունակեն կարևոր առաքելությունը, քննադատական ու անկախ ռեպորտաժները։ Կոչ ենք անում եվրոպական համապատասխան կառույցներին եւ անդամ երկրներին միավորել ջանքերը Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի եւ այլ անկախ լրատվամիջոցների համար կայուն ֆինանսական աջակցություն ստեղծելու համար, այդ կերպ պաշտպանելով ԶԼՄ-ների ազատությունն ու ժողովրդավարությունը Եվրոպայում եւ նրա սահմաններից դուրս։ Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից ճնշում կա քննարկել այս հարցն ու գտնել լուծում, մենք կզբաղվենք դրանով, հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Կայա Կալասը, ընդգծել ազատություններ այն լրատվամիջոցը, որից տեղեկանում էին ինչ է կատարվում երկաթե վարակույրից այն կողմ։ Այն եղել է ժողովրդավարության փարոս։ Ցավալի է լսել, որ Միացյալ Նահանգները հետ է կանգնում ֆինանսավորումից։ Հիմա մեզ համար հարցն այն է, թե կարող ենք մենք մեր ֆինանսավորմամբ օգնել լրացնելու այն բացը, որ թողնում է Միացյալ Նահանգները։ Ավտոմատ կերպով դա չի կարող արվել, քանի որ ունենք բազմաթիվ կազմակերպություններ, որոնք դիմում են մեզ նույն խնդրանքով։ Բայց իսկապես Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից ճնշում կա քննարկել դա եւ գտնել լուծում։ Մենք կզբաղվենք դրանով, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Շաբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ նախօրեին նախագահ Թրամփը հրամանագիր է ստորագրել 7 դաշնային գործակալությունները կրճատելու մասին։ 7-ի թվում նաև գլոբալ լրատվամիջոցների գործակալությունն է, որը վերահսկում է Ազատություն ռադիոկայան եւ Ամերիկայի ձայն լրատվամիջոցները։ Հրամանի հրապարակումից ժամեր անց վրա հասավ վերահսկող գործակալության նամակը, ըստ որի կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը, դադարեցվել է։ Նամակի ներքո Քերի Լեյքի ստորագրությունն է։ Նա ներկայանում է որպես գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական։ Նա նաև Ամերիկայի ձայնի ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածուն է։ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Կապուսը հայտարարեց առանց մեզ փակ հասարակություններում շաբաթական մոտ 50 միլիոն մարդ կզրկվի աշխարհի մասին ճշմարտության հասանելիությունից։ Իրանի այաթոլլաները, Չինաստանի կոմունիստ առաջնորդները, բռնապետները Մոսկվայում եւ Մինսկում կտոնեին Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի վախճանը 75 տարի անց։ Մեր հակառակորդներին հաղթանակ շնորհելը նրանց կուժեղացներ, իսկ Ամերիկան կթուլացներ։ Ռադիոկայանի ղեկավարը շեշտել է լրատվամիջոցն ամբողջ պատմության ընթացքում նահանգների ուժեղագույն երկու կուսակցությունների աջակցությունն է վայելել։ Դրամաշնորհի չեղարկումն ըստ Կապուսի իսկական նվեր է Միացյալ Նահանգների թշնամիների համար։ Բարի երեկո հարգելի ունկնդիրներ։ Եթերում է ազատություն ռադիոկայանը։ Նախ ներկայացնեմ օրվա հիմնական թեմաները։
Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը նախորդող ու այս ժամերին անընդհատ աջակցող հայտարարություններ է ստանում։ Բրյուսելում գործող օտարերկրյա թղթակիցների ասոցիացիան համերաշխություն հայտնելով ռադիոկայանի անձնակազմին ընդգծել է ձեր աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել եւ ձեր ձայնը չպետք է լռի։ Այս քայլերով Միացյալ Նահանգները նահանջում է ազատ տեղեկատվությունը պաշտպանելու իր պատմական դերակատարումից։ Կոչ ենք անում կոնգրեսին ու միջազգային համայնքին միջոցներ ձեռնարկել այս աննախադեպ որոշման դեմ։ Անկախ լրատվամիջոցների դեմ այս քայլը լուրջ վտանգի տակ է դնում լրագրողների կյանքը, որոնք հաճախ հսկայական մարտահրավերների են դիմակայել լուր հաղորդելու գրաքննության ենթարկված երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց։ Թրամփի վարչակազմի վերջին ջանքերը քանդելու կոնգրեսի կողմից ստեղծված եւ ֆինանսավորվող կազմակերպությունները, որոնք ճշգրիտ անկողմնակալ տեղեկատվություն են տրամադրում 100 միլիոնավոր մարդկանց այն երկրներում, որտեղ մամուլի ազատությունը հարվածի տակ է, խաթարում է Միացյալ Նահանգների հավատարմությունը ժողովրդավարությանը։ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի տնօրենների խորհրդի նախագահ Լիզա Քրթիսը հայտարարել է, ֆինանսավորման դադարեցման որոշումը անօրինական է, անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում։